Պատրաստում ենք շատ համեղ լազանյա։ Առաջին փուլի համար մեզ անհրաժեշտ է աղացած միս, 2 աղացած լոլիկ, մի փոքր տոմատի մածուկ, մի փոքր ջուր եւ սոխ ըստ նախընտրության։ Ես նախընտրել եմ աղացած սոխ եւս ավելացնել։ Ավելացնում ենք այն ամենը իրար հետ, մի փոքր ձեթով տապակում ենք։ Փակում կափարիչը, սպասում մինչև միսը լավ պատրաստ լինի։ Այստեղ համեմել եմ աղ, կարմիր բիբար, սև բիբարով, ես որպես համեմունք ավելացրել եմ չորացրած նանա, շատ անուշ գույրատալիս մսին։ Համեմունքները կարող են լինել ձեր նախընտրության։ Համեմելուց հետո նորից փակում ենք կափարիչով, թողնում նորից կեփվելու։ Շատ կարևոր պայման է ջրալի լինելը, եթե նկատում եք ջուրը քիչ է, կարող եք ընթացիկ մի փոքր ավելացնել։ Միսն արդեն պատրաստ է, անջատում եք ջրատից եւ անցնում եք հիմնական սոուսի պատրաստմանը։ Սոուսի համար մեզ անհրաժեշտ է կարագ, մարմար բրակի վրա կարագը հալեցնում եք։ Մեկ կարագն արդեն հալված է, ավելացնում եք 3 ճաշկի կթալ ջուր։ Այլոց ավելացնելուց հետո խառնում եք եւ թողնում կարմիրին։ Ինչպես տեսնում եք, արդեն կարմիրել է, խառնուրդը եւ դանդաղ ավելացնում եք ոչ մեկ լիտր պար, մաս, որպեսզի ավելացնում եք խառնումը։ Մաս, որպեսզի դրեք կարաչանան։ Սա մեր վերջնական պատմությունը պետք է թողնենք եղալ եւ բնդակնի։ Ես մեր սոուսին մի փոքր մոցարելա բանի եմ ավելացնում, դուք կարող եք ավելացնել բանի։ Բաղադրության մեջ, բաղադրիչների մեջ որոշ բաներ փոխված են ըստ ընտանիքի նախասիրության։ Սոուսն արդեն պատրաստ է, պետք է լինի ազգության։ Ես ավելացնում եմ անջատելուց հետո մի փոքր սև բիբար։ Մեր ընտանիքին երեխաներից հատկապես դուք չեք հավաքած մշկոտ ուզը, բայց հիմնական բաղադրիչը բեշամել սոուսի հավաքած մշկոտ ուզն է։ Ես նաև ավելացնել եմ մի փոքր խաղ։ Դուք կարող եք դա չանել։ Անցնում ենք հավաքման փուլին, առաջինը մի փոքր միս եւ բեշամել սոուս։ Այստեղ դնում ենք լազանյայի թերթիկները, խմորի թերթիկները։ Շերտը ծածկում ենք մսով։ Մսով շերտը պատելուց հետո ավելացնում ենք բեշամել սոուս։ Ուշադիր կլինեք, որպեսզի առաջին շերտի խմորի եզրերը բոլորը պատված լինեն, հակառակն չորաստացվի։ Շերտը պատեցինք բեշամել սոուսով եւ այսպես նույն հաջորդականությամբ շարունակում ենք մինչեւ ավարտը։ Կարող եք ամեն շերտին ավելացնել նաև պանիր, բայց քանի որ մեզ համար մի փոքր յուղային է ստացվում, ես նախընտրում եմ պանիրն ավելացնել ամենավերջին շերտում միայն։ Արդեն պատրաստ է, ուղարկում եմ նախապես տաքացրած 220 աստիճանով ջեռոցը մեր համովիկին։ Վերջ։ Պանիրը պետք է ավելացնել միայն պատրաստելուց 5 րոպե առաջ, թողնենք փոքր կարմիրի եւ ցուցակը արդեն կաշկան տեսքա։